Ռուբենս ծնվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքում սեպտեմբերի 12-ին 2000 թվականին։ Հրաշալի լուսավոր բալիկ էր եւ այն ժամանակ երբ որ ծնվեց, միանգամից անունը որոշվեց, որ իրեն անունը պետք է լինի Ռուբեն, ինքը ունեցել էր հրաշալի պապիկ, բոլորս գիտեինք, որ ինքը Ռուբենն է լինելու։ Երեխուն շատ էին սիրում։ Տանում էին, ման էին տալիս ու ամբողջ օրը հերթ էր, որ ամեն օրվա երեկոյան Ռուբենը պիտի գնա, ինքն էլ երբեք չէր առիթավորվում։ Ինքը միշտ եղել է չափի մեջ, սկսված փոքր տարիքից։ Փոքր ժամանակ զենքու մեքենա էր սիրում, հարևանների մեքենաները խնդրում էր, գնում էր մտնում մեջը, ժամերով ամբողջ օրը մնում էր մեջ։ Ռոմանտիկ էր շատ, ես իմ մոտ պահել եմ 1 տարեկանի տված 2 փոքրիկ ծաղիկները, երբ որ բակում դրսում պահել էին իրեն, տատիկի հետ էր եղել, եւ այդ ծաղիկներից պոկել էր, թե պիտի տանեմ տամ մամայիս։ Եվ ես իմ մոտ պահած ունեմ այդ ծաղիկները, հիմա հետ եմ նայում ու ասում եմ, ով կմտածեր, որ այսօր այդ ծաղիկ ինձ համար այնքան թանկ կլինի։ 14 տարեկան էր տղաս, երբ ամուսինս հանկարծակի մահացավ ու դա մեր համար ամենածանր շրջանն էր, որ մենք պետք է երեքով ես աղջիկս տղաս պայքարեինք։ 1 տարի հետո տեղափոխվեցինք քաղաք։ Սկզբնական շրջանում ինքը դժվարություն ուներ, ստրեսային այն շրջանի մեջ էր, որ ինքը նեղվում էր, որ պապա չունի։ Երեքս էլ այդ վիճակի մեջ էինք եւ ես երեխեքի հետ անընդհատ առաջի 3 ամիսը չաշխատեցի, գնացինք դպրոց, հետո արդեն իրենք հարմարվեցին, կամաց սկսեցին ապրել, շատ սիրում էր պատմություն, ժամանակաշրջանները անգիր գիտեր, բայց իմ ամուսնու պահանջն է եղել, որ Ռուբը պետքա բժիշկ դառնա։ Ու ես այդ տարիներին ասում էի Ռուբ ջան, պիտի պապայի ասածը արվի, այնքան պատասխանատու տղա էր, ինքը միանշանակ համաձայնվում էր, լավ մամ, ես համաձայն եմ, ընդունվեց բժշկական, իհարկե ինքն էլ իր պայմանը դրեց, որ ես միայն ստոմատոլոգիական բաժինը կտամ, ուրիշ չեմ կարող, ընդունվեց, երջանկությանը չափ չկար ու ինքը շատ սիրեց իր մասնագիտությունը։ Ու միշտ ասում էր, ինչ լավ է, որ քեզ լսեցի մամ, ես բժշկական գնացի, ասում էի, առաջինը պապային ես լսել, հետո ինձ։ Ինքը երբեմն ինձ հարցնում էր, այնքան հետաքրքիր էր, ինձ հարց էր տալիս. «Մամ, ինչ ես կարծում, պապան որ լիներ, ինձ գող կլներ»։ 2 տարի սովորեց, հունվարի 28-ին վերջի քննությունը տվեց, հունվարի 30-ին ինքը զորակոչվեց բանակ։ Վերջի քննությունից հետո Ռուբենս եկավ ուրախ, քննությունը բարձր էր հանձնել, այդ հպարտ կեցվածքը, մտավ ներս ու ասեց, մամ, ես տեսնում ես այս խալաթը պայուսակից էսպես հանեց ու այդ տետրի հետ էսպես էջանշաններով դրած, ասեց մամ, սա չհանես, չկպնես, 2 տարի թող մնա, գալու եմ ես եմ հանել։ Ու այդպես հիմա մնում է, 2 անգամ եմ հանել։ Մի անգամից Ստեփանակերտ ընկավ եւ ինքը անընդհատ ասում էր ես Արցախ եմ ընկնելու ու ես ասում էի էլ ուրիշ բան չես ուզում տղա ջան, ես մենակ ոնց պետք է հասնեմ քո մոտ։ Ասում էր մամ, դե ինձ տենց է թվում, որ ես Արցախ եմ ընկնելու։ Ինքը անդադ ինձ ասում էր մամ, հանգստացի, բոլորը տեղ են գնում, ծառայում գալիս, մամ, լավ է լինելու։ Հետո ես փորձեցի ինձ հավաքեմ, երբ որ իրեն տարան, ճանապարհին զանգում էի, ասում էի Ռուբ, լավ է լինելու, ես քեզ չեմ թողելու։ Ինքը լավ էր ծառայում։ Զանգում էր ինձ ու ասում էր մամ, գնա վերնիսաժից գրքերի անուններ էր տալիս, ինձ համար գրքեր վերցրու։ Ասում էի այ տղա, մարդիկ ուտելիք են ուզում։ Դու գիրք ես, մամ ասում էր, ինձ գիրք դու ժամանակս ափսոս է իմ ժամանակը, ես կարդամ, օրերս հեշտ անցնի։ Հետո այնտեղ ընկերների հետ փորձում էր անգլերեն զրուցեն, ասում էր ես 2 տարիները ափսոս է։ Եվ միշտ ասում էր մամ, տղայի համար ծառայել շատ լավ բան է, պետք է տղան ծառայի։ Օգոստոսի սկիզբներ ասում էր մամ, դու պատկերացնում ես բան չմնաց։ Մամ պատկերացնում ես, ասում էր 25 լողանալ մնաց, ասում էի խի 25-ը ոնց եք լողան, մամ շաբաթը 1 ենք լողանում։ Մամ ասում էր ինչ ես կարծում, ես ինչ համազգեստով պիտի գամ։ Ինքը երբեք պահանջատեր չի եղել, ինչ համազգեստ կունենա, ինքը ես երբեմն վերցնում եմ, ինքը չէր էլ ուզում, մամ ինչ պարտադիր է եւ այլն։
ու անընդհատ այդ օգոստոսին անդադ ասում էր, մամ, ես ինչ համազգեստով պիտի գամ։ Ասում էի, Ռուբ ջան, որը դու կուզես, դու մենակ կասես։ Ես ասում էի, դու որոշի, տենց էլ չասեցի, ինքը եկավ այն համազգեստով, ինչը գուցե որոշված էր, չգիտեմ։ Ծառայության շրջանում ամեն օր 8:20 ինքը ինձ զանգահարել էր, 3 անգամ միայն գրել է, որ 12-ին եմ զանգելու։ Այդպես ինքը ինձ պահում էր այդպես, որովհետև ինձ համար իմ երեխաները, իմ աշխարհն ու իմ կյանքն էին ու ես առանց մի օր իրենցից հեռու չէի եղել։ Եվ 25-ին, ամսի 25-ին, որ խոսեցինք, կորոնայի շրջաններ, միշտ զանգում էր, ասում էր, ձեզ նկարեք, ուղարկեք, այդպես, մամ ինչ եք անում, ասում էի, Ռուբ, որ իմանաս, ես ու Ձինուլը ամբողջ օրը նկարենք նկարում, ոչ տնից դուրս են գալիս, որ իմանաս, կասես ինչ հետաքրքիր է, բանը տենց, հա, մամ ջան, ասեց, ապրեք, շատ ապրեք, մամ ջան, ու ձայնի մեջ ինչ-որ տխուր ելևեջ նկատեցի, ասեցի, Ռուբ, ինչ-որ բան է եղել, ասեց, չէ, մամ, ասեցի, տխուր ես, չէ, մամ, տխուր չեմ, ուղղակի, ու հետո ես իմացա, որ 25-ից իրենք լավ տեղյակ են եղել, որ պատերազմ է լինելու, եւ այդ օր ինձ ասեց, գումար կուղարկեք, ինչ-որ մենք զորավարժությունների ենք գնալու, մամ ջան, հեռախոսս չեմ տանելու, մի 10 օրով չանհանգստանաս։ Ամսի 27-ի առավոտյան 7:30 ես նկար էի անում, որոշել էի այդ Արցախի եկեղեցիները պատկերեմ, այն եկեղեցիները, որը ես գնացել եմ որդուս հետ։ Մի պահ ասեցի, թողեմ մի հատ մտնեմ ինտերնետ, տեսնեմ ինչ կա, մտա տեսնեմ գրված պատերազմ է Արցախում։ Ամսի 27-ից էլ Ռուբենի հետ կապ չկա։ Պարզվում է ինքը ոտքից վիրավորվում է 27-ին ու ինքը բավականին խնդիր է ունենում շարժվելու հետ, բայց այդ 5 հրամանատարներից ոչ մեկը չմտածեց, որ այս տղան գոնե բուժկետ տանեն։ Գնում է հետները պատերազմ, 15 օր մարտնչում է, ոտքը վիրավոր, գրել են Պողոսյան Ռուբենը հիվանդանոց է։ Մենք վազում էինք այնտեղ, գնում էինք, ասում էին, այդտեղ Պողոսյան Ռուբեն չկա, ուրիշ Ռուբեն է։ Այդպես հիվանդանոցներում մենք չէինք գտնում։ Հետո ամսի 30-ին զանգ եկավ Ռուբսա, մամ, ասում եմ, Ռուբ, որտեղ ես, քեզ հասել եմ, ես հիվանդանոցի մոտնում, ասում այ մամ ջան, ինչ հիվանդանոց, ես Արցախ եմ։ Հարազատս է գնում, տեսնում, այնտեղ Ռուբը ոտքից վիրավոր, բայց ոչ մեկը ոչ մի արձագանք չեն տալիս, որ այդ երեխու հետ խնդիր է։ Հետո ինքը ես զանգահարում եմ, ոտքդ խնդիր է, վիրավոր ես, հա մամ, ինչ կա, ոչ մի բան չկա, ոչ մի բան չկա, լավ է եւ լավ է։ Այդպես ինքը ծառայում է, երբեք ոչ մեկին ինքը նեղություն չի տալիս։ Մեկ անգամ ասացի, Ռուբ ջան, շատ ես վախենում։ Ասես, մամ, ինչ հարց ես տալիս, չփորձես, այդ բառը չասես, բա որ ես վախենամ, այդ 18 տարեկանները ինչ պիտի լինեն։ Ու ես հետ ասում եի, Ռուբ ջան, բայց դու 20 ես, այնպես չի, որ 18-ը քեզնից շատ հեռու է, մամ, չասես, մենք իրավունք չունենք վախենանք։ Տրամադրված, այդքան պայքարող, միայն հոկտեմբերի 8-ն էր, զանգահարեց, ասում էի, Ռուբ, ես այնքան շատ եմ աղոթում քո համար, ձեր համար։ Ես խնդրում եմ, էլի Ռուբ ջան, եթե վատ չզգաս, տղաներով ուղակի հավաքվեք, աղոթեք։ Պատկերացրու, որ ձեր շուրջը հրեշտակներ կան, ձեզ պահում են։ Ու Ռուբը այդ պահին ասեց, մամ, մի հատ էլ կասես այդ խոսքդ։ Ու ես նորից ասեցի, ու Ռուբը, հա մամ ջան, վայ ինչ լավ է, որ ասեցիր, ու ասեց, մամ, իսկապես է մենք ամսի 8-ին մեծ փորձությունից ենք փրկվել ու նոր իմացա, որ Արալեռում իրենք ինչ-որ դիրք են վերցրած եղել եւ իրենցից կորուստ է եղել եւ իրենք հրաշքով են բրծել, ինքը ոչ մի բան չի ասել։ Վերջի զանգը եղել է հոկտեմբերի 10-ին, այդ օրը 3 անգամ զանգում է եւ ինձ եւ քրոջը։ Զանգում է ինձ, մամ ինչ կա, մամ ով է ինձնից հարցնում։ Անընդհատ հարցնում եմ, մամ, կասես ով է, Ռուբ ջան, ասում եմ, Բերդից ինչքան բարեկամ հարազատ ծանոթ ունենք, քո դպրոցից, ստեղի բարեկամներից, հարազատներից, դրսի բարեկամներից։
Նորից ասում էր մամ, ինձ հետաքրքիր է ովքեր, ինձ անուններ ասա, քրոջն է զանգում շատ խոսում երկար ու ցույց չի տալիս, որ դա իրենց հրաժեշտի օրն է լինում։ Ու ես էլ ասում եմ, ինքը անջատում եմ, ասում եմ Ռուբջան, վախենում եմ, ասում եմ մամ լավ, հետո նորից զանգում եմ, մամ հարմար է, ես նորից կարամ խոսամ։ Այդպես խոսում էր, անընդհատ խոսում էր, պատմում էր, անընդհատ ասում էր մամ, ինչ ես կարծում, այդ կկանգնեցնեն պատերազմը, զանգում էր, մամ տղաներով անհանգիստ են, կկանգնեցնեն, հա Ռուբջան ասում է, կկանգնեցնեն։ Ու այդպես վերջի զանգի, երրորդ զանգի ժամանակ ոտքերի ձայն լսեցի շատ ուժեղ։ Մամ ջան, լավ, հետո կխոսենք։ Պարզվում է իրենց տանում են այդ հանձնած տարածք։ Այնտեղ երեխեքը պաշտպանվում են առավոտյան 11-ին կողմերն է լինում, ոչ մեկի մոտ կապ չի լինում, ոչ մեկը չեն զանգահարում, դեպքի օրը որ լինում է այնպես, իրենց անձնակազմի սխալ հրամանների արդյունքն է լինում, քանի որ խոսակցություն է լինում, որ թշնամին Հայաստան է մտնում, քաղաքի Երևան է մտնում եւ տղաները միահամուռ որոշում են, որ կանգնում ենք մինչեւ վերջ, կամ ապրում ենք, կամ մահանում ենք։ Եվ տղաներով այդպես կանգնում են, բայց այդ ընթացքում Ջալալ Հարությունյանի հրամանն է լինում։ 3 անգամ ասում են դիվերսիա կա եկող, ինքը ասում է մերոնք են չկրակեք։ Ու երեխեքը չեն կրակում, մտածելով որ յուրայիններ են, եւ արդյունքում բոլոր տղաները զոհվում են։ Ես ընտրեցի ուրիշ ձև ապրելու, քանի որ ես ունեմ աղջիկ, ում համար միայն ես եմ, իմ որդու զոհվելուց հետո, ես ինձ համար չեմ ապրում, ես ապրում եմ տղայիս կյանքով, տղայիս հետ և ապրում եմ աղջկաս համար, իրեն հայր եմ, մայր եմ, քույր եմ, ես եմ, պետք է իրեն օգնեմ, որ ապրի, պատերազմից հետո ապրեցի շատ դժվարությամբ, պարզապես բախտավոր էի միակ բանով, որ շրջապատված եմ լավ մարդկանցով, այնքան կարևոր էր, երբ որ դու ուզում ես քո որդուց խոսած ու կողքինդ լսում է քեզ։ Այդ պահին ինձ պետք էր ռուբ, այնքան ռուբ էի ասել։ Ու իմ ընկերները, իմ ծանոթները, իմ մտերիմները, բարեկամները ինձ չլքեցին, կարող էին լքել, որովհետև այդ ժամանակ դու չես լինում դու, այսինքն դու անտարբեր ես։ Բայց մի պահ ես մտածեցի, որ ես իմ ցավը պետք է իմ մոտ պահեմ, նույնիսկ աղջկաս հետ փորձեմ իմ ցավից չխոսել։ Եվ այս հատվածը, որ հիմա ես նստած եմ, սա իմ այն հատվածն է, որ ես Ռուբիս հետ եմ լինում, եւ իմ Ռուբը ծառայության ընթացքում լոգո էր ստեղծել ինձ համար, ԱՄ տառերի կապակցված ձևներ եւ կենտրոնում մի խաչ էր դրված ու ասում էր մամ, ինչ որ անես, դրանք անպայման տակը կդնես։ Ասում էի հա Ռուբջան, ու ես էդ էի սեպտեմբերի 25-ին ասում իրեն, որ այսպեսի բան եմ անում, որ ուրախանա, ինքը չուրախացավ, քանի որ պատերազմի լուրը գիտեր։ Հետո երբ որ ես իմ ցավի մեջ մնացի մենակ, այս շրջանում որոշեցի ես նկարներ սկսեմ մի հատ նկարեմ, գուցե Ռուբիս նկարեմ ու գուցե Ռուբիս հետ լինեմ ու իմ ցավը Ռուբի հետ լինի։ Ռուբիս վերցրեցի, նկարեմ ու զգացի, որ չեմ կարողանում, ծանր էր, դուք պատկերացնում եք, ես մտածում էի Ռուբիս աչքն եմ նկարում, Ռուբի քիթն եմ նկարում, Ռուբիս բերանն եմ նկարում, շպիտը Ռուբիս տարբերվող շպիտն եմ նկարում, այդպես դե ես կասեմ տառապանք ասեմ, ես բառերով չեմ կարող ասել այդ մի նկարը ոնց է ստեղծվել, ես մասնագիտությամբ ավելի շատ բնանկարիչ եմ, քան դիմանկարիչ, բայց ես պայքարում եմ, որ ես պետքա դիմանկար նկարեմ։ Այդ տառապանքի մեջ աղջիկս ինքը ինձ ով որ պահեց ինձ, գալիս էր ասում էր մամ, այս նկարը ես տարա, էլ չէր թողում շարունակեմ, դնում էր դատարկ կտավ, ասում էր ծաղիկներ եմ ուզում, ինձ համար ծաղիկներ պիտի նկարես։ Այդպես աղջիկս ինձ ոնց որ բալանսի բերելով, այդպես պահելով նկարեցի ու Աստված ինձ կողքս կանգնած է։ Բազմիցս ասում եմ լավ ամուսինս մահացավ, տղաս ինչի մահացավ։ 5000 տղաները ինչի մահացան։ Մի շրջանում ես եկեղեցի չէի գնում, պայքարը շատ մեծ էր։
ու մի անգամ որոշեցի, որ չեմ կարողանում ապրեմ, իսկապես ապրելու խնդիր ունեի, ու գնացինք այդ ընթացքներում, այդ անհայտ կորած տարի 2 ամիս մենք մեր երեխաներին ենք փնտրել, այդ ընթացքում մեզ քահանան Բարտողոմեոսը մեզ պահեց 33 ուխտագնացություն գնացինք ու այդ ամեն անգամ մեզ թվում էր, թե երեխեքը կան, ասում էի մահացած ես չպիտի տեսնեմ Ռուբին, 5 տղաների անուն էին տալիս, մեկին էլ Ռուբին էին ասում, իբր գերիա, ու ես ինքս աստվածապաշտ եմ եղել, ես միշտ մտածում էի, որ Ռուբը եթե գերի է, Աստված հետ է բերելու, ու այդ շրջանում ծանր շրջաններ ենք ունեցել, մեր ծորի ծնողների մամաներից մեկ ասեց, Անուշ, դու կարաս ուշքի գաս, բա որ երեխեդ վիրավոր գա, ով է մամայից լավ պահելու, ու այդ խոսքը ես ընկալեցի ու ինձ պահում էի, որ Ռուբենս պիտի գա, ես իրեն պահեմ, պետքա միջև ուշքի բերեմ, 21 թվի նոյեմբերի 2-ին ես սենյակում պառկած էի և հեռուստացույցի ձայնը լսեցի, որ 11 տղաների մարմիններ են բերում, միջև այդ բավականին եղել է, չէ, որ բերեն, տանեն, ոչ մի անգամ ես չեմ մտածել, որ կարա դա իմ երեխեն լինի, բայց այդ նորություններով լսած լուրը ինձ անմիջապես ես մի անգամից կանգնեցի, ասեցի, Ռուբը մեջն է, նոյեմբերի 2-ին բերեցին, ամսի 21-ին լուրը իմացանք, որ երեխեքը մեր ծորի բոլոր տղաները միասին են զոհված, հուղարկավորելուց հետո ես էլ եկեղեցի չէի կարողանում գնամ, բայց այնքան դժվար էր ինձ համար այդ ապրելու շրջանը, չէի կարողանում, պարզապես չէի կարողանում, գնամ, աղոթեմ, ասեմ շնորհակալություն, մի անգամ գնացի ու շատ դժվարությամբ գնացի ու այդ առաջի սրբապատկերը, որ Մարիամ Աստվածածինն է, որդին ձեռքը, պատահական աչքերս բարձրացավ, նայեցի նկարին ու ոնց որ մեկը ինձ ասի, իսկ իմ որդին քո որդուց արդյոք լավը չէր։ Ամեն եկեղեցի մտնելուց առաջ պարզապես նայում եմ այդ նկարին, ոնց որ իմ հաշտվելու պայմանը լինի ու ասում եմ Աստված ջան, իսկապես ես եթե փորձեմ լքեմ քեզ, ինձ չլքես, որովհետև ես առանց Աստծո օգնությամբ չեմ կարող ապրել, մի օր անգամ։ Այդպես հիմա պատարակներով Կիրակի օրերին մեր ծնողներով, մենք ծորի այդ ծնողներով, մենք մեկս մեկի պահեցինք։ Մենք ամեն օր հայրիկը զանգում էր, ասում էր, խոսացել ես ծնողներիդ հետ, այսինքն եթե դու խոսեցիր, ուրեմն ապրեցիր։ Հետո որոշեցի, որ ես ցուցահանդես պիտի դնեմ։ Տղաս միշտ ասում էր, մամ, ձև չկա, պատերազմը դեռ չկար, ինքը որ Արցախ էր գնում, ես ծանր տար, ասում էր, մամ, ձև չկա, ես հետ եմ գալու։ Այդ ցուցահանդեսի այդ միտքը առաջացավ, որ նկարում ես ու խոսում եմ որդուս հետ անընդհատ, ոնց որ ինձ այդ ձայնը գա, ասի, մամ, ես կվերադառնամ, ես վերադարձա, ու որոշեցի, որ ցուցահանդեսը կոչեմ խոստացած վերադարձ, որովհետև տղաս խոստացել էր, որ ինքը պիտի վերադառնա։ Եվ այդ ցուցահանդեսին ես փորձեցի ավելի շատ տխրություն չդնեմ մարդկանց մեջ, որովհետև մեր տղաները պայքարեցին, որ մեր ժողովուրդը լավ ապրի։ Տղաս լուսավոր տղա էր, ինքը լուսավոր կերպար էր, ինքը կյանքը շատ էր սիրում։ Ինքը ասում էր, ես բժիշկ կդառնամ, մինչև 7 տարեկան երեխաներին անվճար կբուժեմ, այդպիսի ծրագրեր ուներ, քաղաքագիտություն էր սիրում, ու ես այդ նկարների մեջ ես Ռուբի զրույցները ոնց որ փորձեմ նկարների մեջ տեղավորել։ Այս ցուցահանդեսը որ դրված էր, իմ նպատակը իմ Ռուբենս էր։ Ինձ հետաքրքիր չի, ես նկարիչ եմ, նկարում եմ, նկարելու եմ։ Ինձ պետք չի դա, բայց այն որ գալիս են տակը կարդում են Ռուբեն, այդ ամեն մարդ որ կարդում է Ռուբեն, ես ինձ թվում է որ Ռուբենս այդքան ողջ է։ Ինձ մեկը հարցրեց, քանի երեխա ունես։ Ես մի անգամ ասեցի, 1 ու լացելով դուրս եկա, մարդը չիմացավ էլ ես ինչի այդպես նեղացա, ու հետո ասացի, ես 2 երեխա ունեմ, ես միշտ 2 երեխա ունեմ, ունենալու եմ 2 երեխա, մեկ Աստծո մոտ է ապրում, ես այդ մտքով եմ ապրում, որ որդիս Աստծո մոտ է, ես զգում եմ իր ներկայությունը,